Մեր սրտերը բացենք Տիրոջ առաջ, որպեսզի Սուրբ Հոգին Աստծո խոսքը տարածի մեր էության մեջ, որպեսզի լսելիք բաները մեր մեջ Տիրոջ խոսքը ավելացնի եւ մեր հավատքը ապրապնդի եւ մենք հավատքով մեր լսած բաները ընդունենք մեր սրտի մեջ, որպեսզի ավելանա մեզանում Աստծո խոսքը գիտությամբ եւ զորությունով, փառավորվի Աստված։ Երկրորդ Պետրոսի առաջի գլխի 3-րդ խոսքից ուզում եմ կարդալ, ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ, այն բաները, որ կյանքի եւ աստվածպաշտության համար պետք է, նրա գիտությունով, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինությունով, որոնցով ամենամեծ եւ պատվական խոստմունքները տրված են մեզ, որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը, աշխարհի մեջի ցանկություններին եղած ապականությունեն հեռու փախչելով, ամեն։ Փառք Տիրոջը, սիրելի քույր աղբերներս, գրված է, որ մեզ Աստված կանչեց եւ օրհնեց Քրիստոսով, Եփեսացիս առաջի գլուխ 3-րդ խոսքում դրա մասին ուզում եմ լրացուցիչ ավելացնել, գրած է, որ Աստված որ մեզ կանչեց եւ Քրիստոսով օրհնեց բոլոր հոգեվոր օրհնություններով։ Ինչի համար սիրելիներս Աստծո այս հրավերքը, ինչպես Մատթեոսում ասում է, ինձ եկեք բոլոր հոգնած ու բեռնավորվածներ եւ իմ լուծս առեք ձեզ վրա։ Աստված կանչում է, որպեսզի քեզ ասում է, որպեսզի քո անձի մեջ հանգստություն գտնես, որպեսզի մարդը մոտիկանա իրան, Աստված գրած է, որ իր որդին ուղարկե Հիսուս Քրիստոսը, որպեսզի նրանով մեզ արդարացնի, Քրիստոսի արյունը ծածկում է մեր բոլորիս մեղքերը, սա շնորհքի զորությունն է, որ մենք վստահենք Տիրոջը, Աստծո խոսքին, Քրիստոսի արյանը, Քրիստոսի հարությանը, որը անդրանիկն է մեռելների, սերնի քույր աղբերներս, Հիսուսով եղավ մեռելների հարություն եւ նա անդրանիկն է մեռելների եւ նրանով բոլոր քրիստոնյաները, որ պետք է հարություն առնեն։ Այս խոստմունքները Աստված տվել է մեզ եւ շարունակում եմ մի միտք ասել, գրած է, որ երբ որ հավատացիք, ասում է խոստման Սուրբ Հոգին, որ ժառանգությունն է, այն գրավականը, որ խոստացել է Աստված, այսինքն սիրելիներս, Աստված հետաքրքիր է ինչ ճանապարհով ամես այս օրհնություններին բերե, ասում է, որ իր որդին աշխարհ եկե, Աստված մարմնով եկել է եւ ինքը Հիսուսը մարմնով գրած է, որ ինքը մեր մեղքերը վերցրեց, երբ որ ինքը աշխարհ եկավ, խաշվեցավ, մեր մեղքերը վերցրեց եւ մեզ ազատեց մահվան իշխանությունից, որտեղ երկրորդ մահը, որ թագավորում է սիրելիներս, Քրիստոս արդարացրեց, եթե այս ամենը Աստված կատարած չլներ, սերներս, այս հրավերքը զուր էր ընդունելը, բայց Աստված այնպես արեց մեր ստեղծողը, որպեսզի մարդ արարածը, որը մեր մեջ դրել է իր հոգին, սերներս, որ մարդ արարածը կարողանա հասկանա ինչի համար պետք գալ Աստծուն, որ այս փրկությունը, որ երկնքեն Հիսուս երբ որ հարություն առավ մեռելների հետևյալ խոսքերն ասում Մատթեոս ավետարանում, գնացեք բոլոր աշխարհը ավետարան քարոզեցեք, ինձ իշխանություն տրվեցավ նրան եւ ասում այս ամեն իշխանություն ինձի տրվեցավ երկնքում եւ երկրի վրա, մեկ ուրիշ տեղ գրված է, որ երկնքում, երկրի ներսը եւ ջրերի մեջ, ամեն բանի մեջ Աստծո որդին իշխանություն առավ, որպեսզի սերներս այսօր մենք կարող լինենք Քրիստոսով մեր խաղաղությունը սերներս Աստծո հետ, մենք թշնամի ենք մինչև Աստծուն ճանաչել, Աստծուն գալը, մեր մեղքը մեզի թշնամացրել էր Աստծո հետ եւ մենք չենք գիտակցում դրա մասին, աշխարհում շատ մարդիկ կան, որ իրանք չեն գիտակցում, որ իրանց մեղքերը բաժանել Աստծուց մե եւ շատ մարդիկ կան, որ այսօր իրանք թվում է թե ինչ որ բարեգործություններ են անում դրանով իրանք հարցերը լուծվել է իրանց, որտեվ աղքատ են տեսել, հաց են տվել, մեկին մյուսին ջուր են տվել, նրանց հույս այդ գործերն է, որ իրանք կատարում են, մտածելով որ դա իրանց կփրկի, բայց իրանք չեն տեսնում, որտեվ նրանք չեն ընդունել Հիսուսին, որ այսօր դուք այս խոսքերը լսում եք եւ ընդունում եք ձեր սրտի մեջ, բացեք սերի քուր աղբերներս, որ այս խոսքը ձեր մեջ ավելի առաջանա Սուրբ Հոգիով, որպեսզի այս խոսքը ավելացնի ձեր մեջ, որտեվ այս խոսքը գրած է, որ մենք խոստմունքներ ենք առել Աստծուց մե, ինչ խոստմունքներ ունես դու Աստծո հետ,
ինքը խոստացել է ետքը, եթե Հիսուսն ասեց այս խոսքը երկնքեն ուղարկված է, որպեսզի ամեն ով որ հավատա, որպեսզի փրկվի, ասում են, եթե ննջեցյալների մեջ է լինի, նա պետքա ձայնը լսի եւ հարություն պիտի առնի։ Մենք հավատում ենք ոչ միայն այս ժամանակավոր բաների մեջ, շատերին եմ տեսել, որ լավ բաներ են ուզում անեն, որպեսզի այս աշխարհում իրանց գործերը հաջող լինի, ամեն բան լավ լինի։ Բայց իրանք չեն գիտակցում, որ չեն հասկանում, որ ինչի մասին է, եթե Քրիստոս կյանքը իրան բացված լինի, ինքը կհասկանա, որ հաջողություն, ասենք, բիզնեսը լավ լինի, այս մյուսը լավ լինի, երեխեքին, ասենք, տենց որ մտածում ես իր ընտանիքի համար լավ եղնի, լավ բան է կարծես թե, բայց ամենակարևորը, որ ինքը հասկանա, որ Աստված ոչ թե հաջողության Աստվածն է, որ ինքը հաջող լինի այդ գործերի մեջ, այլ որ ինքը հասկանա, որ իրան Աստված մահվան խավարից է բերել փառավոր Քրիստոսի լույսի մեջ, որպեսզի մենք կենանք, մենք խավարի մեջ ենք բնակվել։ Դուք գիտեք ինչ բան է խավարը։ Սիրելիներս, մենք մի բան վկայեմ, անգամ գիշերը, երբ որ քնած ես ելնում, եթե պահալում, որ զգում ես մի հատ ծանրություն է եկել, մի տեսակ անգամ մենակության աղոթքի ժամանակ եղել է շատ տարիներ առաջ, որ նոր էի, ես որ մենակ աղոթք էի անում, զգում էի նեղություն է գալի վրես, եւ կարծես թե ջուրը վրիցս գնում է այդ բաներից, ասում էի Տեր Աստված, հետո որ սկսեցի ավետարանի խոսքը լսել, աչել, հասկացա, որ այդ բաները իմ վրա իշխանություն չունի եւ ես խաղություն էի գտել իմ անձի մեջ, միայն Աստծո ներկայության մեջ, Աստծո օրհնության մեջ, սիրելիներս, եւ այսօր խավարը, որ իշխում է այս աշխարհին, եւ այս աշխարհը այսօր սարսափելի արագությամբ գնում է խավարին դիմավորելու սելի քուրախբերներս, մենք այսօր գրածա Դանիելում ասում է շատերի հանցանքը պիտի ավելանա, բայց սուրբերը պիտի սրբանան, բայց չպիտի գիտենան, արդարները պիտի մաքրվեն, սիրելիներս, ընթացքա, որ այսօր քեզ Աստված պաշտության, ինքը չի ասում, ինձի պաշտի մենակ, ինքը տվել է Աստված պաշտության համար բոլոր բաները Քրիստոսով, որ դու կարողանաս Աստվածապաշտ լինես։ Սիրելիներս, եթե ինքը արած չլինի քո կյանքի մեջ, ինքը չի ասի այս բաները արա, ինքը արել է, տվել է մեր մեջ, ինքը երբ որ անգամ մեզ, երբ որ ի վերուս ծնած է, գրած է, որ մեր մեջ դրել է խաղություն, սեր, ինքը դրել է մարդու մեջ այդ կյանքը, այդ սերմը, որպեսզի մարդու մեջ աճի հետի, որտեվ առաջինը ծնունն է, որ Աստված անում է, ետքը որ մեզ առաջնորդում է այն ճանապարհների մեջ, որպեսզի փորձություններով համբերություն, սերը ավելանա, այս ամենի մեջ քեզ աճեցնում է, որ դու պատղաբեր լինես, որտեվ այն ինչ որ քեզ խանգարում է Աստված, ես հիշում եմ մի քարոզ կար, ասում է, ես խնդրում էի սեր, բայց ինչ դժվար մարդիկ էր տալի Աստված, եւ ես մտածեցի, որ ինձ Աստված չի տալի իմ խնդրվածները, բայց ետքը երբ որ բացվավ, ես հասկացա, որպեսզի սերը ձեռք բերեմ, համբերություն, այս ճանապարհների միջոցով է, որ իմ մեջ ավելանում է սրանք, ոչ թե դու հենց որ խնդրես այդ նույն բանը, այլ ինքը ճանապարհներ է ստեղծում, ճանապարհ է դնում, որպեսզի մեր մեջ ավելանա սերներս։ Այսօր Աստված ուզում է, որ մենք Սուրբ Հոգուն բացենք մեր սրտերը, որպեսզի Սուրբ Հոգին մեր հավատքը պնդասնի, հաստատի, սերներս լսած խոսքերը հենց այնպես չի, որ դու լսես, այլ նաև այդ խոսքը քո մեջ որպեսզի տեղ գտնի, Սուրբ Հոգուն պետք դու տեղ տաս, բացես քո սիրտը, որպեսզի հավատքի խոսքը քո մեջ ավելանա, զորանա հավատքի խոսքը։ Առանց քո հավատալու կարող է հիմա մենք շատ բաներ քարոզենք, բայց եթե դու չհավատաս այդ խոսքին, այդ խոսքը քո մեջ տեղ չի գտնելու, ինչքան էլ լավ քարոզ լսես, ստեղուց գնալու ես ու մոռանալու ես, բայց եթե դու լսես հավատքով ու դու տեսնես, թե դու ինչ հրավերք ես ընդունել, ինչ օրհնության է քեզի Աստված կանչե, ինչպիսի բաներ է տվել Աստված քեզ Քրիստոսով, որ դու այսօր հավատքով, դու պետք է հավատքով ժառանգես, ոչ թե լսելով միայն։ Եթե լսելը մենակ լսեցիր անցավ, քո մեջ նոր կյանք չի բերել, այդ կյանքը երկնային չի բացվելու, դու Քրիստոս կյանքը չես տեսնելու այն խոստմունքները, որ դու այսօր ժառանգես, որպեսզի ետքը, երբ որ Տիրոջ օրը գա, դու մտնես եւ Տիրոջ փառքը տեսնես։ Գրած է, որ մեզ ժամանակ գա, ծերներս Հիսուսն ասեց շատ բնակարաններ կա, որտեղ որ ես եմ, այնտեղ էլ դուք պիտի լինեք։
Ես հավատում եմ եւ ձգտում եմ դրան, որ հասնեմ, ամեն բան անում եմ Տիրոջ առջև, ամեն բան, երբ որ նոր էի դարձի եկե, ես մի օր սենց բացվել էր Աստծո խոսքը, սիրտս լցվել էր Սուրբ Հոգու այցելությունից, ասում էի Հիսուս ջան, ես իրապես տեսել եմ, որ Հիսուս իմ համար խաչվել էր, եւ ես շատ անկեղծ Տիրոջ ասում էի, դու ինձ համար խաչվել ես Հիսուս ջան, ասա ինչ անեմ քո համար, ինչ պիտի անեմ, որպեսզի հատուցանեմ այս բանին։ Թեկուզ ես այն ժամանակ նոր հավատեի չէի հասկանում, ասում էի ինձ ինչ ասես քո համար, ես պատրաստ եմ անելու, անգամ անձը զոհաբերելու քո համար։ Որովհետև ես հավատացել էի, բացվել էր Հիսուս կյանքը, եւ ես ուզում էի, որպեսզի ոչ միայն ասեի Հիսուս ջան, այլ ես բացվել էր այդ երկնային կյանքը, ես պատրաստ էի անգամ իմ անձս դնելու, եւ ես սկսեցի ամեն բան, այս աշխարհը, ցանկությունները, բոլոր բաները մերժելով Քրիստոսի հետևից գնալ, մերժել ընկերական աշխարհը, մերժել այն ինչ որ ինձ օգուտ էր, շատ բաներ կար, որ ինձ փող էր բերում, եկամուտ կբերեր, օգուտ էր ինձ, բայց ես այս բոլորը տեսա, որ Աստծո առջև ես տեսա, որ էս ինձ խանգարում է։ Մեր ջրվեժի Անդրանիկ աղբորը ուղղակի միտս եկավ վկայեմ, երբ որ իրանք ցեմենտ էին ծախում, ինքը անավատ ժամանակ էր 90-ականներին, ցեմենտը այն ժամանակ 50 կիլոնոց մեշոկների մեջ էին լցնում, բայց սենց ասած խալտուրա կար, 48 էին լցում, տեղ կար 47, ու էդի մեծ գումար էր, իրանց լրացուցիչ մեծ գումար էր բերում։ Հետաքրքիր է, երբ որ Անդրանիկը ապաշխարեց, ինքը թողեց այդ բանը, այդ գործից թողեց, ինքը մեծ գումար ուներ դրա մեջ, ինքը թողեց ու գնաց շատ դժվարությունով էր սկսել աշխատել, բայց այդ եկամուտը հանուն Քրիստոսի ինքը թողեց այդ բանը, որտեվ տեսավ Աստծո խոստմունքները, տեսավ որ Աստված իր կյանքի մեջ այնպիսի բաներ ա բերել, հասկացավ որ այդ բոլոր բաները ունայնություն է, որտեվ դա իր ժառանգությունը չի։ Դրա համար մենք է սիրելիներս, որ գրած է մեր անձերը Տիմոթեոսում գրած է, որ ձեր անձերը վարժեցրեք Աստված պաշտությամբ։ Դուք տեսել եք սպորտսմենները ոնց են պարապմունքի գնում։ Օրը 3 անգամ, 5 անգամ ես փոքր ժամանակ գնում էի բան սամբոյի 4-րդ թե 5-րդ դասարանում եւ ես հիշում եմ պաստայանի ժամերով պարապմունքների մեջ էինք եւ ես տենց ասած դարել էի սպորտսմեն մի 6 ամիս տևեց, ել չդիմացա, թողեցի այդ սպորտը։ Տեսա որ այդ իմ խելքի բանը չէ, ել չեմ դիմանում։ Սերներս, բայց գրած է առաջի Տիմոթեոսում, որ մենք չհոգնենք Աստված պաշտությունից ամենակարևորը։ Հետևյալ խոսքը կարդամ, եւ պիղծ ու պարվական առասպելներին ետկած, բայց վարժեցու քո անձը Աստված պաշտության, որտեղ մարմնի վարժությունը քիչ բանի համար է օգտակար, բայց Աստված պաշտությանը ամեն բանի համար օգտակար է, ունենալով անժա եւ գալու կենաց խոստմունքները։ Ստեղ նորից խոսում է անձը վարժեցու Աստված պաշտությանը եւ ունենալով ասма։ Եթե դու ունես իրոք, դու ընդունել ես այդ խոստմունքը, սերներս, ես իզուր տեղը չհիշացրեցի Եփեսացիս գլուխը, որ երբ որ դու հավատացիր, ասյանքը հավատքը գործեց, երբ որ դու մոտիկացար Տիրոջը, հավատքը գործեց եւ այդ հավատքը բերեց արդյունք, սերներս, գրած է որ մենք երբ որ հավատացինք, նաեւ Սուրբ Հոգու, խոստմունքի Սուրբ Հոգով մկրտվեցանք, սա Աստծո խոստմունքներ Աստված Հիսուս ասել էր, որ ես գնամ պետք է մխիթարիչը գա։ Եվ մենք ինչ արել, մեր կողմը որն էր։ Ճանապարհ դրեցինք, սենց ասած ոնց որ հիմա սաղ տեղերը ասֆալտ են անում, ասֆալտ էին կարել, ինչ էին կարել, ոչ մի բան սիրելիներս։ Հիսուսը խոստացավ եւ Աստծո որդին իր խոստմունքը կատարեց։ Երբ որ գնաց, ինչ տեղի ունեցավ սերներս, խոստման Սուրբ Հոգին եկավ աշխարհ։ Եվ խոստմունքը, Աստծո խոստմունքը, որ ժառանգությունն է, տվեց մեզ, դուք հիմա ժառանգություն ունեք, դուք ժառանգն եք Աստծո, ինչպես որ ասում է, ոչ մարմնի, ոչ մարդու ցանկությունից, այլ Աստուծո, այսինքն երկնքեն այդ ծնունդը տեղ ունեցավ, մարդուց տեղի չունի, Աստված իր խոստմունքը, որ խոստացավ քեզ, ինքը ծնեց քեզ երկրի վրա, որ դու կարողանաս, եթե Աստված չծներ մեզ, մենք մեզանից ինչ Աստվածապաշտ։
Մենք ես հիշում եմ մոմ ենք վառում գնում ենք տաճար մոմ ենք վառում չգիտեմ ստեղ մենք ուխտի տեղ ունենք ջրվեժ բանը այդ կնոջանը մոռացել եմ Նադյան էր այնտեղ այդ քիմներ նայում այդ մենք մոմ ենք վառում ինչ ասես ով տունը նկար կար բան տանում դնում էին ընդ ուխտի տեղեր սա հիմա չգիտեմ կա թե չկա կար դրա համար սերներ սա էր իմ հավատքը այսքան տեղն էր իմ հավատքը բայց երբ որ ինքը հայտնվեցավ Տերը իմ կյանքի մեջ ձեր կյանքի մեջ այսօր որ դուք ստեղ եք Սուրբ Հոգով մկրտված Աստծո խոստմունքը քու հետ ինքը քու հետ ուխտի մեջ է մտե Աստված Դուք պատկերացնում եք մեկի հետ պայմանագիր ես կապում, ասում ես քո կողմը դու պետք է կատարես, իր կողմը ինքը երաշխավորում եք, տնիկ են դնում, պեչատ նոտարիոսը հաստատում է, այդ թուղթը ուժի մեջ է։ Ով որ խախտում է, պարտավոր է, այս ինչ որ գրված է, ինքը պատասխան տա դրա համար։ Աստված խոստմունք արեց Քրիստոսով, խոստացավ եւ օրհնեց գրածա, որպեսզի մենք այսօր ժառանգ լինենք իրան։ Պատկերացնում եք, ես Հիշում եմ, ես շատ անգամ եմ վկայել, իմ մաման հավաքարար է, իմ պապան շուտ ամացել, իմ մաման հավաքարար էր, և գիտեի, որ մեկի պապան ինժիներա, չգիտեմ, եսի ինչ են գործարանում, վարպետներ, եսի ինչ կոչումներ ունեն, այն ժամանակ լավ գիտեք, սովետի ժամանակ, ես եմ հարուսների երեխեք իրար հետ են շփվում, քանի որ մենք հարուստ չէինք, ես էլ մի քիչ մուխանատ բաներ էի անում, որպեսզի դրանց հախից գամ, որ տեղա գալի դրանց հախից գամ, որ ընես չլինի, որ իրանք հանգարց իմ հանդեպ լավ զգան, որտեվ ես չունեի գումար, բայց ես կարայի իրանց այն օրը դնեի, որ իրանք ինձանից այդ գումարով էլ չկարանային, այդ գումարը մեր վրա ծախսել, բայց երբ որ Տերը հայտնվավ, սերներս, ես ամեն մարդուց գնացի ներողություն խնդրեցի, գնացի այդ մարդկանցից, որովհետև ասեցի քո համար պատրաստ եմ ամեն ինչ անելու, չեք պատկերացնում իմ բախտը ինչքան է բերել, ես բանակում մի հատ հավատացյալ կար շատ էի նեղացնում, չգիտեմ խի, այսրան հան նեղացնում է, մի օր է շինելը հակա գնացի, դրեցի կացելին պարկավրեմ, վարվավ, կսկվավ, այսքան բան դարավ, եկալի կցի կացելին, թողի գնացի, ասի ով է, տեսև որ, գնացինք, հետո մեր բանակի այդ գումարտակը ծրեցին տարբեր տեղեր, եկել եմ շինելս եմ, մանգալի չեմ գտնում, այ մարդ, այս շինելս ինչը լավ, մեկ էլ այս աֆիցերին ստիպեցի, ասի դու ասա, այս շինելս ինչ ա եղել, էսի քո մոտ ա կախած, խնդալով ասեց տվել եմ մոլարչիկին, այդ հավատացյալին, երբ որ ես ապաշխարեցի, ասում եմ Իսու ջան, Երանի մի օր ներողություն խնդրեմ, էլ այդ աղբորը տենամ, ասեմ, որ ապաշխարել եմ, հետաքրքիր իր հորողբորը հանդիպեցի, մեր մայկոպում իր այտենց վկայում էի, բան ասեց, այդ իմ աղբորս տղեն է, ասի ոնց, մոլարչիկ, ասեց, բա ես էլ եմ մոլարչիկ, ազգանունով, ինքն էլ հովիվներ այդ եկեղեցու, ասի մոլարչիկին ասա, Արայիկը ապաշխարել է, ու շատ ներողություն է խնդրում քեզանից, մոլարչիկ ջան, տեսեք ասո գործը սերներս, ում մտքով կանցնել, որտեղուց, ուր է թաս, երբ որ դու սրտանց ուզես, քո թշնամիներին կամ ում որ վնասել ես, նեղացրել ես, Աստված օրհնում է քեզ դրա մեջ սերներս, որտև քեզ հավատք է շնորհել, ասո պարգևն է այդ հավատքը, որ դու սրբանաս, հոգու եւ մարմնի մեղքից, գանք աղոթքի սերներս, թո Տերը փառավորվի